Պարոն Ղուկասյան, այսօր ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, հայտարարեց, որ ծեր հայտարարությունների հիման վրա ծեր նման քաղաքական գործիչը պիտի դուրս շպրտվի։ Ինչ եք պատրաստվում անել։ Այդպես էլ ասել, շպրտվի, հա։ Ես չեմ իշնի իրանց մակարդակին։ Ես այդ բառին համահունչ չեմ պատասխանի շպրտվի բառին, բայց ես կարող եմ իրանց պատասխանել բոլորին, մեկ առ մեկ։ Բայց ժողովրդի ընտրյալին Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե ասում է դուրս շպրտվի Հայաստանի Հանրապետության վարչապետը, 6 անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր, ուրեմն ընտրված մարդուն, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը թիվ 1 ամբիոնից նմանատիպ խոսք է ասում, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին, տեսեք թե մենք ում ենք ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչ մնում են հաստագլխին, նրա մակարդակին էլ չեմ ուզում իշնել եւ դրան պատասխանել, ուղղակի ես մի բան եմ ուզում ասել։ Սրանք, որ այսպես խառնվել են 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, Վարդան Ղուկասյանը չի իշնում այդ ամբիոնից։ Սրանք էլ բան ու գործ չունել, այս երկիրը լուրջ խնդիրների առաջ կանգնած է։ Ամբողջ պետությունը լուրջ խնդիրների առաջ կանգնած է եւ արտաքին եւ ներքին։ Այս Վարդան Ղուկասյանը ինչ բադ բան է ասել, որ այդ ով է անկախության Հայաստանի պետականության հետ կապված որևիցե մի բան ասել։ Երբ որ ես ասում եմ միություն, այդ միությունը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը։ Ուրեմն եթե ռուսը, Ռուսաստանը, եթե Ամերիկան կամ որևիցե մի երկիր աշխարհում հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ողերիմ թշնամին կդառնա եւ ես իմ տեսակը պատրաստ է ազգի համար մեռնելու, կռվելու, պայքարելու։ Բայց հիմա ես նորից նույնը ասում եմ իմ խոսքերը։ Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ով է ասել, որ ես ասել եմ գուբերնիա։ Եվ ես ասել եմ, ով իմ խոսքերին, այս խոսքերին հագադարձի, ու ինձ իրենց կոմենտ գրողները, որ ունեն, չէ, նստած կոմենտներ են գրում, տեղերն է գիտենք, իրենք պատվերը տալիս են, ֆինանսավորում են, կոմենտ են գրում։ Ու մեզ վատ բան ասի, ինձ վատ բան ասի։ Այո, սրիկաշան որդի է, ես թուրքա հպատակ, այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ, ով ինձ Հայաստանի անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ ինձ հակադարձի մի վատ բան գրի ու վատ բան ասի, նա թուրքահաբատակ շան տղա է, ես էդ եմ ասել, ու չեմ փոշմանել, մի բան էլ քիչ եմ ասել, մյուսն ասեմ ձեզ։ Ուրեմն պատկերացրեք, այսօր աշխարհում կա մի երկիր, որ միություն կազմած չի, հələ մի հատ անկախ մի պետություն ասեք, օրինակ Ռուսաստանը այսօր միության մեջ չի, Ամերիկան միության մեջ չի, Եվրոմիություն ասում է Եվրոմիություն։ Ինչի Ամերիկան, Անգլիան, Գերմանիան միություն չեն, բայց իրանց պետականությունը պաշտպանելով։ Նույնը ասում է Վարդան Ղուկասյանը։ Այստեղ հետ ինչ մի հատ բարդ բան եմ ասում, որ դուք չեք հասկանում։ Դուք ուղղակի ոչ թե չեք հասկանում, այլ ուզում եք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայետ, որովհետև ձեր, ուրեմն Էրդողաններն ու Ալիևները ձեզ հանձնարարական են տվել, որ նմանատիպ մարդկանց երկրի միջից, ուրեմն կալանավորել, արդակսել, ունեզրկել, պետական կառույցներից հանել։ Դրա համար էլ դուք այսպես ողբ եք կապել ու ելույթ եք ունենում, որ ձեր դրսի տերերը տեսնեն, որ դուք աշխատում եք իրենց համար։ Սա է, թե չէ, մենք այնքան հասարակ բան ենք ասել։ Միություն ասելով չի նշանակում հայոց պետականության անգում։ Դու հայերին չեք հասկանում։ Չնայած ես հայերեն ռուսերեն է կարամա, ինչ լեզվով սրանց ասեմ ես։ Դրա համար կարելի է այսքան աղմուկ բարձրացնել։ Արցախը տվեցիք, հասկացար այսքան ձայն չեք բարձրացրել։ Արցախի անուն ընդհանրապես չեք տալիս, Գյումրին պարտվել եք գիշեր ու ցերեկ Գյումրիից եք խոսում, ներողություն, գիշեր ու ցերեկ Գյումրիից եք խոսում։ Հետո ընդրակաշարք։ Ներողություն, թողեք աղջիկ ջան, ներողություն մի բան ասեմ։
Թողեք բացատրի, ես խոսում եմ էլի։ Ընդրակաշարք։ Ով չգիտի, որ դուք եք բաժանել ընդրակաշարքը։ Լրագրողներդ բոլորը տեսել եք, որ գծի հետևում եւ մնացած տեղերը խանութներ կա, որ մի մարդուն 60,000 դրամ փող եք տվել։ Ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընդրակաշարք բաժանելուց։ Ես ընդուպ գովազդ չեմ արել։ Վիվարոյի ձեր գումարները Ձեր ամբողջ հանրապետությունը լցրել եք Գյումրի, ամբողջ հանրապետության ԿՊ-ներին բերել եք այստեղ։ Ուրեմն ավտոբուսներով այդքան մարդ էիք կրում, ցուցակներ այդքան։ Հիմա ես օրինակ, հենց հիմա փաստ ունեմ, մի տան վրա 57 հոգի մարդ եք կրանցել։ Այդ մարդիկ եկել են ընդունելության, ինձ ասում են պարոն Ղուկասյան, 57 հոգի մարդ են կրանցել, սրանք ովքեր են։ Մի տուն կա 10 քանի հոգի եկել։ Այսինքն այդ ով է դրանք անողը։ Փաստերը չեք ներկայացնում։ Կդամ այդ փաստերը։ Ես այդ փաստերը երբ պետք եղնի կբարձրաձայնեմ կդամ։ Մյուսն ասեմ ձեզ։ Շենքեր կան փլված քաղաքում, որ գոյություն չունեն, բայց այդ շենքերը ընտրություններին կանգնած են եղել։ Դուք խոսում եք մակրոցյունից շիդագությունից, այսինքն ձեր դաստիարակությունը դրսից սորոսական դպրոցներ եք ավարտել։ Եթե ուզում եք մի բան քանդել, մի կառույց, մի ոլորտ քանդել, սկսում եք այդ ոլորտին ձեզի սրբացնել, նրանց վադաբանել։ Եվ հետո Ուրեմն ամեն մեկը ամեն օր նույնը ասում եք, Մեսրոպ Մաշտոցին կարող եք դուք անեք բողոքական, ձեր այդ դպրոցներով, բայց այստեղ բոլորը ձեզ ճանաչում են, էլ չեք կարող, էլ ամեն ինչը, հետո պատկերացրեք, ազգային ժողովում վարչապետը նստած, կառավարությունը նստած, այն հաստագլուխը Վարդանիկով է խոսում, հələ պատկերացրեք, ազգային ժողովում Վարդանիկով է խոսում, ու մի մարդ որ ազգային հերոսին, պատերազմին ոտքը կտրած հայոց պաշտպանության նախարարին հետևից ձեռք է գցում, խփում է, հասկացար, ու դա կարող է լինի ձեր թիմի անդամը, ու ձեր թիմի անդամներին հələ նայեք, նամանավանդ այստեղ ներկայացնող, ու դուք դրանց վրա հույս եք դրել, ուզում եք, որ Գյումրիում դուք հաղթանակ ունենաք, Խոստովանեց, որ իրեն հանգիստ չի տալիս ձեր քաղաքապետը։ Միանշանակ հանգիստ չի տալիս, որովհետև ինքը իր կուսակցության մեջ խայտառակվել է որպես նարկոման։ Ինքը Նիկոլ Փաշինյանը իրեն տարավ ստուգեց, ինքը որպես նարկոման դուրս եկավ եւ այդ պրայմ երիզեր, ինչ էր, բաներ 100 ցեն, մեկը որ 100 ցայն հավաքի։ 100 ցայն, պատկերացրեք, ու դա դառնա Գյումրու քաղաքապետ։ Դուք պատկերացնում եք ինչ բան է։ Այսինքն արժեքները ոտնահարված է։ Արժեքները, քաղաքապետը ով, դրանք ինչ իրավունք ունեին ազգային ժողովում պատգամավոր լինեին, նայում եմ դրանց մակարդակը, մեկ ասում է լեզուդ կկդրեմ, մեկ ասում է ագանջներդ կկդրեմ, խուժանի պես, ողմագի պես թափում են մարդկանց, այս չէ դրանց մակարդակը, հələ մի հատ ես 2 անգամ ազգային ժողով պատգամավոր, այդպիսի բան տեսել եք ազգային ժողովում։ Հերթով, ներողություն, հերթով ասեք կպատասխանենք։ Անդրադառնալով հարցնեմ ես ձեզ, քանի որ շարունակվում է Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հա այդ սխալ ուղղվելու է, հա, այսպես ասած, դուք այն քաղաքապետը չեք, որը ասենք ընտրվել եք, հա, եւ չգիտեմ, ինչ եք անելու, հա, շուտով ուղղելու են իրենք։ Իո, ինձ խոր իմաստով ես ասում, Սատենիկ ջան, ինքը շատ բան ասեց, եթե ես չեմ ընտրվել, բա ով է ընտրվել։ Առանց կաշառքի, ամբողջ պետության ապարատի դեմ պայքարել ենք ու այսքան ձայներ ենք։ Ճիշտ ասած, ես չէի հավատում, որ իրանք այսքան բան պետք է անեն, այսքան կեղծիքներ ու այսքան գումար պետք է բաժի, ես դա չէի հավատում։ Ես մի քիչ հավատում էի, որ սա դեմոկրատիայից էին խոսում, բան էին խոսում, ասում էի հավանական է ճիշտ կպահեն իրենց, բայց ինչ որ ես տեսա, նախկին երկուսը Այսպիսի բաներ չէին արել, այն երկու նախականները։ Դա հիմա ինչ ուզում է անի սլակը, այդ որը այն օրն էլ Փարակյարի բանը գյուղապետ է բանը համայկապետին այդ խեշ տղուն խփեցին, սպանեցին ու ասեցին վենդետա է։ Գիտեք ինչ, իրանք նստած նայում են։ Օրինակ հիմա այդ մահացած քաղաքապետը ճիշտ է կոնֆլիկտ ուներ նախկինի հետ։ Գնում են նրան դուխ են տալիս պետականորեն չվախենաս, բան ես կոմենքում դուխ են տալիս, ու նիգե գալիս է իր գործը անում է, այսինքն իրանց գործն արեցին ուրիշի ձեռքով, ով չի հասկանում, ամբողջ երկիրը դա է խոսում։ Այդ մարտասպանին այդ ինչ ձևի էին տանում, ոնց որ կինոթատրոն էին գնում։ Ընձի եկան, ես բան, ինչ է յարել, քաղաք կառուցող մարդուն գցին կետին, այդ բույվել դոտոշ շենխոզի ծակերը հասկացար։
հա 15 հոգով 20 հոգով ավտոմատները սենց դրել են, ես ասում եմ հոп, այ տղա բան սենց, հասկացար, գցեցին մեզի գետին, քաշ տվեցին բանես կոմենկով, այդ մարտասպաններին, ձերքերը բռնած մարդու կնգապես կինո էին գնում, այդ ով չի հասկանում այդ կան բանը, մենք վերջա օդի միջից հասկանում ենք, թե դրանք ինչ նկատի ունեն։ Իշխանությունը սրված քաղաքապետը դեմոկրատ է։ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ, ոնց ասեմ, Նիկոլ Փաշինյանը եթե դեմոկրատ է, ուրեմն Պինոչետի պես դեմոկրատ աշխարհը չկա։ Զարմանալի է, որ այս երդասարտը Նիկոլ Փաշինյանը որտեղից եկավ ու ինչ դարձավ։ Ես զարմանում եմ իր կեցվածքի ու պահվածքի վրա։ Ինչ։ Կլան։ Ասում են, որ քաղաքը կլան է ղեկավարում։ Ուրեմն դրանք հadoop խոսույթներ են ընդրում։ Իրենց ուրեմն գնում են սրանց դաստիարակում են, թե ինչ անեն, որ մարդկանց հասկացար վադաբանեն, ժողովրդի մեջ տարածեն ու մարդկանց ռեյտինգը ուրեմն գցեն ներքև։ Դրանք հadoop այդպիսի դպրոցներն ավարտած եկել են։ Ինչի որտեղ կա կլան որ, այսօր կլանը ԿՊ-ի կլանն է, պետական կլաններն է, ուրիշ ինչ կլան, ինչի երկրում նմանատիպ բաներ կա, ինչի մեկը թող ասի թե երկրում ինչ որ մի բան կա, պետական կառույցներ է։ 6 ամիս է ինչ Գյումրին ղեկավարում է կլան եւ այդ կլանի Ուրեմն ոստիկանության ստատիստիկան բացեք նայեք, ամենահանգիստ տեղը համարվում է Գյումրի քաղաքը եւ այն տարիներին եւ հիմա։ Հələ գնացեք նայեք Երևանում ու մնացած տեղեր, դուք չեք տեսնում այսքան կրագոցները, որտեղ է կլանները, որտեղ է բաները։ Գյումրին շատ հանգիստ։ Հիմին իրանք եթե իրանք չխառնեն նորից, չկան այստեղ ջահելներին իրար խառնել տան բան անեն, այստեղ շատ լավ մարդիկ ապրում են, շատ շնորհքով շատ հանգիստ, հասկանալի։ Գյումրիի վերագրում են կառավարությանը, Կարեն Սարուխանյանը ասում է Վարդան Ղուկասյանը այդ ամբողջ շինարարությունը իրեն է վերագրում, որ ծաղկեցնում է Գյումրին, որպեսզի Հիմա վախ են ապրում, որովհետև գիտեն, որ դիմացի եթե ընտրություններ եղնի, իրանք վերջից առաջի տեղը կգնեն, հասկանալի է, իրանք վերջից առաջի տեղը կգնեն, վախ են բռնել։ Հիմա գնացել են իրանք ղեկավարին ասում են, որ դու գործերն անում ես, հիմա ինքսպես բաներ է անում, իրանք հիմա խառնում են, որ Նիկոլ Փաշինյանին, որ իրենց ռեյտինգը այնտեղ ինչ որ տեղ ունենան, քաշ ունենան, որ դիմացի ընտրություններին ասեն, տեսար չանեցիր Ղուկասյանին, գործ չսարքեցիք, վրան բան չարեցիք, դրա համար մենք կրվեցինք։ Հիմիկվանից այդպիսի բաներ են անում։ Օրինակ ինչ սցենարով կարող են ցես Ես ճիշտ ասած, ես մի բան գիտեմ, որ պետք է խայդարակվեն ամբողջ աշխարհով մեկ պիտի խայդարակվեն, որովհետև ուրեմն ամբողջ աշխարհով մեկ ինձ այնքան զանգեր է գալիս հայերի կողմից, մեր հայ ազգի կողմից, այնքան զանգեր է գալիս, այնքան ինձ է թարգում են, այնքան ինձ գնահատում են, հասկանալի է, ես կաբերի մեջ եմ բոլորին։ Սրանք կդառնան պլենդուզի թեմագարտագին են, պլենդուզից գիշնեն ներքև կխայդարակվեն բան։ Հետո սա Գյումրին է, իրանք չմտածեն, եպիսկոպոսին գիտեն թե մարսել են, որ իրանք տարեկապահել են եպիսկոպոսին։ Ես օրինակ Միքայել Արք եպիսկոպոսին հասկացար, որ նայում եմ, իրենք ոչ մի բանի սրբություն չունեն։ Մենք որ տեսնում էինք, մինչև այսօր տեսնում ենք նմանատիպ համազգեստ հակած հոգևորական, մենք չենք նայում մեջը ով է։ Մենք նայում ենք համազգեստը եւ մեր բարեխոսն է առաստված։ Մեր բարեխոսներն են իրանք երկրի վրա առաստված։ Իրենք աղոթում են մեզ համար, իրանք մեր մեղքերին թողություն, իրանք ասում են Տեր ողորմյա, հիվանդներին բժշկություն տուր, ննջեցյալներին արկայություն տուր, նեղյալներին ազատություն տուր, բոլորի տեղն են աղոթում եւ մենք դա մեր հոգեվոր դասն է։ Բերե այդ համազգեստով, այդպիսի եպիսկոպոսին կանգնեցրել եք ասում եք բանը Մեղա ինչ են ասում եպիսկոպ մեղա չէ ամբաստանյալ եպիսկոպոսին ասում են ամբաստանյալ ոչ չափ ունեն ոչ տակտ ունեն էլ սրանց ինչ ասեմ ինչ բնութագրեմ սրանց կարելի բնութագրել հոգևորն են դադում հասկանալի է օտի մեջը իրանց կատարածը մարդը ասել է որ ամբողջ ժողովուրդը Տավաջան է ասում ամբողջ ժողովուրդը այսօր ժողովուրդը ինչ է ասում գիշեր ցերեկուր գնացիր բղավեցին Տավաջան ձեր ամբողջ ԿՊ-ի ժողովուրդը ինչ է ասում Այն մարդն էլ լավ այդ խոսքերն ասեց իրավունք չունե այդ մարդը 2 տարի առաջ բան է ասել դուք ինչ որ ասում եք հələ ձեր խոսքերը հանեք ջրի երես դուք ավելի սարսափելի բաներ եք ասել ու արել քան թե այսօրվա մեր եպիսկոպոսը մի խոսքով խայտարագություն է մեղք են ես մեղքում եմ
քրեական գործեր բան։ Երեխեք, հեշտով ասեք, հեշտով Ձեր ասեք։ նկատմամբ Հնարավոր է ձեզ հակալեն դատելով այն բանից, որ միշտ ասում են Նիկոլ Փաշինյանը թե Facebook-յան գրառումներով հրահանգ է տալիս։ Ուրեմն Փաշինյանը ասաց, որ հարցը պետք է քաղաքական լուծում ստանա, քաղաքական ձևով պետք է հարցը լուծեն։ Եվ ասած կապ չունի, որ դա քաղաքապետի մակարդակով է ասվել, միևնույնն է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ինքնիշխանությանը սպառնացող հայտարարություն է։ Խոսքը այն մասին է, որ նշել եք Հայաստանը ով է, որ ինքն իրենով որոշում կայացնի, առանց չեն կարող։ ներողություն, ես բացատրեցի, ասեցի, ես ասել եմ միություն կազմել։ Եթե միություն կազմելը, դա իմ կարծիքն է մեջ դուրոջում։ Ես խոսքի ազատություն է, քաղաքապետի իրավունք չունի մի խոսք ասելու։ Հա, մի բան էլ ասեմ, քաղաքապետը այստեղ հələ տուր մի հատ դա, այդ պապկեն տուր ինձ։ Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուղարկած իմ 50 դիմումներից 6-ն է։ Հետ է ուղարկել Արայիկ Հարությունյանը, ասում է դուք իրավունք չունեք վարչապետին գրություն ուղարկել, պետք է ուղարկեք մարզպետարան։ Այսինքն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը խնդիրները, հոգսերը, երկրի տեղականիկ տակ ոչ միայն Գյումրի, ես ներկայացնում եմ, իրանք ասում են պետք է մարզպետարանով խոսեք վարչապետի հետ, հələ չինովնիկության, հələ ինչ աստիճան են սրանք որտեղ գրել։ Ու սրանց կարելի է վստահել Սրանց կարելի է վստահել ու հավատալ, որ սրանք ուրեմն դեմոկրատ մարդիկ են։ Ես Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի պետականությունը ոտնահարողը դուք եք եղել, Արցախը դուք եք տվել, Հայաստանի հողերը դուք եք տվել, Հայաստանի դրոշը փոխողը դուք եք, Հայաստանի Արարատ լեռը հանողը դուք եք, եւ այսօր ով հայրենասեր է բանդում է։ Ով հայրենիքի անուն է տալիս, ով ճշմարտության ջատակով է, ամեն ինչ անում եք այդպեսի մարդկանց գլխին։ Էլ դրանց անունը մի խոսքով գիտեք ինչ կա, ասելու բան չկա։ Դուք ձեզ իրենք իրենց ցույց տվեցին։ Իրենք իրենց այնպես են դրսևորել, որ ժողովուրդը իրանց գնահատականը կդա։ Հա, ես ձեզ ասում եմ, հավատացեք, ձեր ժամանակը հասյալ է, վերջացավ, էլ սրանից ենկում, անելու բանել չունեք, այնքան բան եք արել վատ ժողովրդի նկատմամբ։ Բոլոր ձեր այսքան հոգս երկրում, հələ մի հատ թող ժողովուրդը ասի, այսքան հոգս որ երկիրն է պատճառը իր ժողովրդին։ Այսքան պրոբլեմ, այսքան հոգս, արա երկիրի ժողովուրդը մարդիկ պետություն են ստեղծում, մարդկանց ընտրում են, որ իրենց հոգսերը, իրենց պրոբլեմները հոգա, այսքան հոգս, այսքան պրոբլեմ, որ երկրի ղեկավարությունն է պատճառում իր ժողովրդին։ Սրանք էլ բանու կորչ չունեն, հասկանում եմ, դիդավորել եք անում, որ տակը մարդ չմնա, դառնա թուրքական վիլայետ, հասկանալի է։ Բոլորս հասկանում ենք։ Մեզի պես տղեկին է բոլորին բանդարգում եք, աքսորում եք, խփում եք, ես եք անում, որ ասենք ազատվեք, այն ստրուկ խավը թողնեք, ինչ ուզենաք ասեք, ինչ ձևի խապեք, այդ ձևի գնա առաջ, չի լինի, աննանին բանը չեք կարող։ Այս ժողովրդի տերը Աստված է, հայոց ժողովրդի տերը Աստված է, եւ մեր բարեխոսները Գրիգոր Լուսավորիչն է, Արիստագեսն է, Վրտանեսն է, Ներսես Մեծն է, Սահակ Պարտևն է, Վարդան Մամիկոնյանն է, Գրիգոր Նարեկացին է, Գրիգորի եւ Մովսեսի տատեվացիներն են, Անանյա Շիրակացին է եւ այդպես շարունակական։ Այսինքն դուք չեք, որ այսօր եք այնտեղ նստել եք։ Աստված ասում է, ես ձեզ բերեցի, դրեցի ղեկավար, որ դուք իմ ժողովրդից տեր լինեք, բայց երբ որ դուք ժողովրդին տանջեք, նրանք ինձ կաղաղակեն, եւ ես իրենց ձայնը կլսեմ ու ձեզ կպատժեմ։ Այդ Սաղմոսները ասում է, Սաղմոս եմ կարդում, Սաղմոսները չես կարդում, մեջը ինչեր է գրված։ Թե ուղղակի կարդում ես, որ քեզ ցույց տա ժողովրդին, թե այդ Սաղմոսները ձեր պատիժը կտա, մեղքեք, դարձի եկեք, մտածեք ձեր ազգի, ձեր ժողովրդի մասին։ Ամերիկյան կանխավարկածը խախտելով ազգային ժողովում հնչեցվեց նաև ձեր տղայի անունը եւ այսպես հնչեց որ Բրուշատկա գողացողի հայրը, այսինքն դերևս դատա Բրուշատկա գողացողի հայրը եղել, բայց այդպիսի արտահայտություն ես մի հատ այդ խոզի գլխին մի բան կասեմ։ Մենք $1 միլիոն եկեղեցի ենք կառուցել, այ դադարք, հələ ասա դու ինչ ես արել, դու ով ես այս քաղաքում, քո քաշը ով է, մեկ նոր իր ազգ ու երամը գանի այդ տղայից։ Իր ազգ ու երամը դրա երեսը չի ուզում նայել, դրա հարևաններին գնացեք հարցրեք, դա ինչ բա։ Ես դրան ընդհանրապես խնդրում եմ, դրանից ինձի հարց մի տվեք։ Դա ով է, որ ես դրանից պատասխան։ Вообще դա ով է։ Ոչ ես քաղաքում դա ով է, ես տուն արտուն մարդկանց գիտեմ, ինքը ոչ միտեղ, մի մարդու, որ բարև ես տալիս, ասում է, ոստիգան, միլիցիա, մի մարդու, գիշեր ցերեկ ոստիգան ու միլիցիա, այդ դրա հետ կարելի է խոսել։ Եվ մի հարց է Ղազյան, քաղաքի տոնն է։ Ինքը սիրում է Եվրոպան, դա Եվրոպան է սիրում,
Ինքը եվրոպական հագումներ ունի։ Հասկանում ես։ Ինքը սիրում է խելագարում է եւ դրա համար է վատ են զգում։ Որ ես ասում եմ գնանք Ռուսաստան, իրանք չէ Եվրոպա։ Եվրոպան ուրիշ բաներ է, չէ, բարգեր ունի։ Ինքը խելագարվում է այդ բարգերի համար էլ լարժ։ Պարոն Ղուկասյան, դուք նաեւ չբացառեցիք, հա, նաեւ նշեցիք ձեր խոսքում, որ մարդկանց բանտարկում են հայրենասերներին, քրեական գործեր են հարուցում, օրինակ, որոնք կլինեն ձեր քայլերը, եթե ձեզ ձերբակալեն նաեւ փոխքաղաքապետերին։ Ես ձեզ մի բան ասեմ։ Լսեք, մենք ամեն ինչ էլ ունենք։ Մեր Տերն Աստված է, հիշեք, ես միշտ ասել եմ, մեր Տերն Աստված է, մենք գիտակցաբար եկել ենք, մենք սիրում ենք մեր հայրենիքը, մեր քաղաքը, մեր ժողովրդին, մենք այնպես որ ոչ իրանցից վախեցող կա, ոչ քաշվող կա, ոչ է բանենող կա, հասկանալի է ինչ ուզում է անեն, մենք պատրաստ ենք, հիմա եթե ուզում են հեղափոխությունը լինի Գյումրի քաղաքից, ես իրենց խոսք եմ տալիս, ինչ ուզում է թողանել, հասկացար, կտեսնին թե ժողովուրդը ինչ կանի, այդքան բան, մնացած է թողնում եմ մեր ժողովուրդին, սա արդեն վերջն է, հասկանալի է, էլ սրանից ենքում չապ ու սաման չկա, այո, թող փորձեն, ինչքան շուտ փորձեն, այնքան շուտ կգնան։ Արդյոք քաղաքի տոնը հենց միացնում են, արդյոք կառավարությանը, մարզպետարանին հրավեր ուղարկել եք, պետք է կան մասնակցեն, կա այդպիսի։ Ճիշտ ասած, ես հրավեր ինչի պետք է ուղարկեմ, որ իրանք գիտեն քաղաքի օրն է, Գյումրի քաղաքը երկրինն է, դա առանձին չէ, իրանք գիտեն ամեն ինչ հայտարարություն արվել է, ուզում են մասնակցել, թող կան մասնակցել։ Ոնց գիտեն, թող այնպես անեն։ Ոնց գիտեն, թող այդպես անեն։ Ձերքրությունները, որոնք թիմելու եք մարզպետին այնուամենայնիվ թիմելու եք, թե ոչ մեկին է չեմ թիմելու, իրանք կուզեն, թող կան, չեն կուզե, ասված իրանց հետ։ Չէ, խոսքային քրությունների մասին է, որոնք նշեցիք Փաշինյանին եք ուղարկել, հետ է ուղարկել ձեզ։ Ոչ, ես պրյամո իրան ուղարկում եմ ու մինչև վերջը մոտ օրերս է պատրաստվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դադի տալ։ Ուրեմն անկախությունից հետո նմանատիպ քաղաքապետ չի եղել այս երկրում, որ կառավարությանը դադի տա, որ 85 միլիարդ դրամ Գյումրի քաղաքից տանում են հանրապետական բյուջե, հետ են վերադարձնում 4 միլիարդը։ Իրենք պիտի Գյումրի քաղաքին տան 27 միլիարդ դրամ, 27 միլիարդ մինչև 30 միլիարդ, մեր գումարները իրենք չեն տալիս, հասկանալի է, այդ գումարների համար պետք է ես դադի տամ, երկրորդ, պետք է դադի տանք, որ քաղաքի հադակագիծը, պատկերացրեք, հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է, եթե քաղաքի հադակագիծը կա, դուք ինչ որոշումներ եք կայացրել, չեն թողնում, որ փոքր և միջին բիզնեսը զարգանա երկրում, մեծ գործարաններ չեն կառուցում, փոքր և միջին բիզնեսը, ով է տեսե պետությունը, չթողնի, որ մարդիկ, երկիրը զարգանա, մարդիկ կարողանան բնակարաններ կառուցեն, շենք շինություններ կառուցեն, այդպիսի երկիր որտեղ եք տեսել, այսինքն մեր պետությունը բռնանում է երկրի բնականոն զարգացմանը։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում, միայն թուրքական պատվեր կարող է սա լինի։ Ես մեռա բացատրելով, մեռա ներկայացնելով, ազգային ժողովում 1000 անգամ ասել եմ, հիմա 1000 անգամ ասում եմ, վերանայեք ձեր որոշումները, եթե թուրիմացություն է, եթե դուք եք տեսել եք, որ այդպիսին է Սերժ Սարգսյանի կողմից, դե դուք փոխեք, ինչի չեք փոխում։ Ինչի՞եք թե այսպիսի ընտրություններ կազմակերպում, որ քաղաքապետին պետք է ընտրի ավականին։ Ինչ եք այդպես է, ինչի եք դարձրել, որ երկիրը անպայման կուսակցական պետք է լինի, ազատ մարդիկ թող տնեն, եթե մարդը կարող է անհատ լինելու բոլոր կուսակցություններին հաղթել, ինչի համար չեք փոխում ազգային ժողովի մեջ ձեր որոշումները, Գյումրի քաղաքի ընտրությունները եւ երկրի այդ ընտրությունները։ Քուաշով են Պալասանյան Սամվելը դարձավ քաղաքապետ, այդպիսի բանով է տեսել, այսինքն նույնն եք նախորդների նույնն եք, նույնը կատարում եք, համատեղ իրար հետ այս ամեն ինչը կազմակերպում եք, երկրի քաշող ուժը վերացնում եք, որպեսզի ստրուկները մնան մեկ է դուք։ Եվ ամբողջությամբ դարձրել եք ձեր սեփականությունը, հարստությունը ձեր ձեռքին է, ամեն ինչը ձեր ձեռքին է, պաշտպանում եք նրանց, հասկացար, նրանք է ձեզ պաս են տալիս, բան ես կոմենկոմ իրար հետ լավ աշխատում եք, բայց արդեն շաբիկները պատրվել է ձեր, բոլորը ճանաչում են ովքեր եք, ինչ եք, ոնց եք անում, որտեղից եք եկել ու ումից եք թելադրվում, որ երկրի կողմից։ Եթե դուք չեք ուզում, որ երկիրը միություն կազմի, Ռուսաստանը մեզ պաշտպանի, ուրիշ եվրոպական մի հատ երկիր կա, որ ասի մենք գալիս ենք, ձեզ պաշտպանում ենք, բարձրաձայնեն ու ասեն, օրինակ Ֆրանսիան, Ամերիկան, ասեն թե մենք ձեզ պաշտպանում ենք, պաշտոնապես ասում ենք, մենք այստեղ բազա գտնենք, մենք այստեղ զորք գտնենք, հələ մի հատ երկրի անուն տվեք, որ կան պաշտպանի։ Իսկ Ռուսն ասում է, արեք մտեք այդ միության մեջ ատոմային երկիր կսարքեմ ձեզ։
Մենք հոգեկան դիվան չենք։ Այդ ով է իր անկախության մասին բան խոսում։ Ով է իր երկրի մասին, pedagogical մասին բան խոսում։ Մեկը pedagogical համար բան խոսա առաջին թշնամի, ողերիմ թշնամիս կդառնա։ Անձնական թշնամի կդառնա։ Այս Շիրինյան, Միրինյանն այդ դրա մակարտակը ընկել է, փողերն առել են սրանից, նրանից հասկացար այդ ջեպկիրներին գցել են ժողովրդի ջանին հասկացալ ամեն մեկը մեկ կողմից խապում են ժողովուրդ հերիք չէ խապեք ժողովրդին ձեր քանի կոպեկների համար ոչինչ ասեցիք ինչ սցենար օրինակ դուք կանխատեսում ինչ պիտի անեն ձեզ որ Ազիզ ջան ես կոֆե նայող չեմ բաժակ նայող չեմ կաբրենք կտեսնենք ուրեմն մենք ամեն ինչի պատրաստ ենք մեր մոտ վախ հասկացողությունը վերացած է Մենք վախենում ենք բարձրալ նասուց Բզդուգուց այդպես եկել ենք, այդպես է կմահանանք Դուխը ոչ թե մենք դուխով ենք Մարդու հետ պտի ծնվի այդ դուխը Օղորմածիկ մերս ասում էր, որ թուրը կողես բերանը չի վախենա Հանգիստ եղեք, այսպես բաները մենք տեսել ենք, անցել ենք, գնացել ենք Ենքան Մահափորձի մասին Մահափորձի, հա 2007 թվականի եթե մահափորձը բացահայտվեր, սա չէր լինի Մեր 2007 թվականի մահափորձը 4 սարի պես տղեն մահացավ, ես եփող քաղաքապետը խփվեցինք, մենք է պետք է մահանայինք։ Այդքան մարդը մահացան, գործերը չի բացահայտված։ Եթե քաղաքական պատվեր չէ, ո՞ն այդ մենք ինչ էինք արել, որ այդքան մարդուն տնային խփեին սպանել։ Միայն քաղաքական պատվեր։ Միայն, ինչի մենակ մերն է, ինչի մենակ մերն է քաղաքական պատվեր։ Այս ինչքան քաղաքական այսպես պատվերներ կա, որ գործն է բացահայտված։ Մի խոսքով, սրանք գիտեն, սրանք գլխները մտցրել են ավազի մեջ, հետևները տնկել են։ Այսինքն կենգուրուն պես է, չէ՞։ Կենգուրուի բնավորությունն են ձեր բերել։ Գիտեն, դե մենք չենք տեսնի ժողովուրդը հեչ բան չգիտի։ Լավ գիտենք, ճանաչում ենք, անձամբ ճանաչում ենք ձեզ, ձեր Թիմը ձեր դրսից կառավարվել է ամեն ինչի, ձեր շաբիկը պատրված է։ Հիշեք, ժողովուրդյան պատրաստվեք Ելեք պաշտպանեք ձեր հող հայրենին, դիմացի 26-ին, եթե սրանք ընդրվեցին, ինձպես տղեկը այս քաղաքում էլ անելու բան չունեն այս երկրում, հաջողություն ստեսություն, մեզպես տղեկը դուրս են գալիս։ Բարձրաձայն ասում եմ։ Համայնքի ղեկավարներ կան, պարոն Ղուկասյան, ինչու է հենց սևեռված ուշադրությունը հենց ձեր վրա։ Դե որովհետև իմ պահվածքս տեսնում ես, էլի ես ոնց եմ պահում, ոնց եմ խոսում։ Հեչ տեսել եք, որ այդպես նախկին քաղաքապետերից, բան այդպես ելին, բան խոսան դնեն, հեչ տեսել եք, քանի հոգու եք տեսել, մի քանի հոգու անուն տվեք լնան։ Մենք էլ այսպեսին ենք։ Ով պատվականը անարգից զադե, իմ բերանը կլինի։ Ասում է Սուրբ Գիրքը, պատվականը անարգից զադե, շատ լավ խոսքեր են։ Պարոն Ղուկասյան, դուք իշխանական մարզպետի հետ ինչպես եք աշխատում, համագործակցություն։ Այ մարդ, այդ իշխանական մարզպետը կրագն է ինգե իմ ձեռքս ու իրանց կուսակցության ձեռքը։ Ինքը շնորհքով շահել տղա էլի բան եկել է, ինքը տեսել է իմ, ես իրանց համար լեգենդ եմ։ Ինքն է սանձարցակ չէ են Տոտոշի պես։ Հասկանում ես, այդ Տոտոշը կրագն է ինգե, ինքը խաբար չէ որ կրագն է ինգե։ Ես դրան մեղքում եմ ուղղակի, ես դրան մեղքում եմ, այդ Սարիկ Մինասյանի հետ եք։ Հա ինչ եղե, Սարիկ Մինասյանն էլ տղա է շնորհքով տղեկ են, բան ինչ է, թող աշխատում, նորմալ է աշխատում է։ Գիտեք ինչ կա։ Այմար խո մենք թուրք ու բան չենք։ Կուսակցությունը ինքը ԿՊ-ը մենք էլ բանա անկախ ազատ մարդիկ ենք քաղաքի հարաբերություններ կա մեծ ու պզդիկ հարաբերություններ կա քաղաքում աբրող կա դնող կա վերցնող կա վերջերս քաղաքում հայկական բան կա մենտալիտետ կա հայկական աբիճաներ կա սրանք խոմ չեն կարող դրանցից անցնեն վերջը սրանք աչքերը բացել չեն տեսել ինձ տեսել են որպես այս քաղաքի փեղամբարներից մեկը խոմ դրանք չափը չեն կարող անցնի Վերջում դի չափի մեջ մնան դրանք, չհասկացա, հետո առիթ պետք է լինի։ Այս ամբողջ քաղաքը կառուցող մարդուն ելեն են, դա ով է որ էլի բան ասի։ Այս ամբողջ քաղաքը կյանքով այրոնովս է սարկված այս քաղաքը, այրոնովս։ Դուք հասկանում եք։ Հələ թեմերը այս շենքը որ տեսնում եք, այդ քաղաքապետարան, այդ ամենափրկիչ եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, Մանկավարժական ինստիտուտ, 17000 բնակարան, ամբողջ թանգարաններն ու սպորտ դպրոցը, այս չհասկացանք, այս մարդուն կարող են այդ մի քանի թափտպուկ ելնի բան խասեն։ Ով պետք է չափի մեջ պահի, պարոն Ղուկասյան։ Աղջիկ ջան, հիմա ձեր նպատակը ինձ կռվեցնելն է, ինչ որ ինձ վարշկապեկել, ես լուրջ բան եմ խոսում եմ, ով պետք է չափի մեջ պահի, բան, այդ ինչ խոսքեր է, մեկը չափի լուրջ բաներ ասեք, լուրջ բաներ ասեք։ Ամեն ինչ հայտարարում։ Լուրջ բան, դե իրանց հիմա եթե մեկը եթե չափից դուրս է գալիս,
Եթե մեկը չափից դուրս է գալիս, այրում է բոլոր ուրեմն կամուրջները եւ օրմածիկերս ասում է լրամկա չի թողնում, դա մեղք է։ Դա մեղք է։ Եթե մեկը չի հասկանում, որ ձերը տանում է ֆուգանի բերանը, ձերքը ինչ կեղնի, կամ մտցնում է 360 վոլտի մեջ, ինքը չի հասկանում, որ դիք չի կարելի։ Եթե ինքը այդքան բանը չի հասկանում, կարելի է այդ մարդուն մեղք կա։ Այդքան բան։ Աղուկասյան եւ Սրբազանի Հետո մեկը չի հասկանում, որ շատ ուդելը լավ բան չէ, գլուխը կուռի։ Դուք չեք տեսնում օր-օրի ուռում են դրանք։ Շատ են ուդում, տեսել են, չեն տեսել, հիմա տեսել են, այսևի ընկել են ու հալծրամուն են։ Տիգրան Կարապետևիչը մեկին լավ էր ասում, չէ՞ որ գանդուրած գնացել ես, հիմա դրանք պետք է գանդուրած գնան։ Մեկը վարկուտա, գնան կան տեսնենք հələ ինչ ծևի կպայեն իրանց։ Սրբազանի որոշման հետ կապված է։ Ազատություն Սրբազանին, Սրբազանը աբաշխարում է։ Հիմա լսեք, Պողոս Առաքյալը 8 անգամ բանդարգվեց։ Պողոս Առաքյալը։ Եվ որ արտարը չքարկոծվեց, որ տիրոջ ծառայողը, որ ճշմարտության ջադագովը չքարկոծվեց, այո ասում է, եթե իմս եք, այս աշխարհը ձերը չի։ Ես պատրաստ եմ ամեն։ Հիմա ինչքան մեզ քարկոծեն, այնքան մենք կավելանանք տիրոջ մոտ։ Եվ իրանք մեղք են։ Օրինակ ես հիմա իրենց ցանկանում եմ իմացություն, որ իրանք իմացություն ձեռք բերեն ավելի շատ։ Մեզ մոռանան, որ Աստծո պատիժին չարժանանան։ Այ ես հեգնանքով չեմ ասում, հավատացեք խաչն ու ավետարանը վրա, բայց երկիր հանձնողներին ինչ որ լուրջ դադաստան է։ Լուրջ դադաստան է սպասվում։ Աստծո դադաստանին պատրաստ են։ Ներքին հարցումներ կամ այդպես գյումրեցիների տրամադրությունը ստուգելու ինչ որ միջոցներ։ Մի բան ասեմ ձեզ։ Ուրեմն մենք չէինք պատկերացնում, որ սրանք այսքան փող կբաժանեն։ Ես չէի հավատում, ես հավատում էի իր դեմոկրատ պահվածքին, բան, դեմոկրատիա է, չգիտեմ ինչ է բան էս կողմ։ Անկամ ես չէի պատկերացնում, որ այսքան փող կբաժանեն, այսքան կեղծիք կանեն, ու ավելի սարսափելի կլինեն, քան ասենք շատ նախկիններից եւ բաներից։ Մենք դրան չէինք սպասում, բայց եթե հիմա դիմաց ընդրություն լինի, այս կան այդ մեջ խոսք եմ տալիս։ Կրկնակի անգամ խայտարակվելու են, կրկնակի երակի անգամ, այդքան բան, ուրիշ բան չունեմ ասելու։ Կաբրենք կտեսնենք, անեսքան բան եմ ասում, կաբրենք կտեսնենք։ Հայտարարությունը հա հանցագործության մասին կա փաստերցեր մոտ եւ այսինքն սպասում եք գա ժամանակը այդ փաստերը ներկայացնենք փող բաժանելու մասին խոսքը, որովհետեւ դուք բոլորը ամբողջ քաղաքի հասարակության կարծիքը ամբողջ քաղաքը դա է ասում։ Ինչի ով չգիտի, ամբողջ ռեսպուբլիկան է դա ասում, միայն գյումրեցիք են ասում, տեսանք ինչ արեցին, գնացիք տենկան փաստեր կան նկարած, որ ասենք կողքի խանութից փողը տալիս էին, մտցնում էին ընդրության, գնում էին բաներով դուրս էին գալիս 60,000 դրամի աբրանք էին տանում, յաշիկներ, ով չտեսավ, մենք չէինք հավատում, բայց տեսանք այդ ամեն ինչը։ Այսինքն վարչապետի ասած, այսպես ասած, կարող ենք համարել, որ ինչ-որ գործընթացի մեկնարկ է տրվելու։ Մի բան ասեմ, ինչ ուզում է անեն, կոնկրետ ինչ ուզում է անեն, մենք պատրաստ ենք, ամեն ինչի պատրաստ ենք, վախեցող չկա, ընկճվող չկա, միայն առաջ Հայաստան, լավ է լինելու, հայերը տիրելու են իրանց հողերին, թուրքերի մտածած ցանկությունը չի լինելու, Հայաստանը շենանալու է, Թուրքիան բաժանվելու 4 մասի, Ադրբեջանը վերանալու է երկրի երեսից, Աստծո պատիժը թափվելու է դրանց գլխին։ Հանգիստ եղեք, ով համբեր է, նա կեց է, ասում է Սուրբ Գիրքը։ Վերջացավ։ Հանգիստ եղեք կտեսնեք ու մենք դա կտեսնենք։ Ժամանակը հասյալ է։ Մենք էլ այդտեղ լուրջ դերակատարություն կունենանք։ Իմ մագարտակով հետո մեկ էլ սրանք բան են անում, ես էլ ասեմ, վերջացնեմ։ Մեկը ասում են վարտանիգը։ Իրանք գիտեն, թե այս այդ վարտանիգի շատ եմ վատ զգում։ Ես վարտանիգ բարից հեչ վատ չեմ զգում, բայց ուղղակի մի բան, որովհետև փոքրուց միշտ մեծերի հետ եմ ընկերություն արել, ես ամենափոքրն էի իմ ընկերների մեջ, 10 տարով միշտ փոքր եմ եղել, 10 թվի ընկեր եմ ունեցել, պատկերացրեք, ինձ ասում են վարտանիգը։ Հիմա ես դրանից վատ չեմ զգում, երբ որ Գալստյան Լյովան կար, հետո Տարավենվեդեի մինիստր, գալիս ասում են ընկեր Գալստյան, մի հատ տարիքով մարդ ենք բռնեբան, ինչ որ չգիտեմ ինչ է արել, այնպես հետաքրքիր մարդ է, ասում եք ելեք գնանք տեսնենք, մեկը գալիս է 85 տարեկան մարդ է եղնում, ասում է հոպար անունդ ինչ է, քսե աշրոդիկ, իա, քսե հոպար աշրոդը հասկացանք, իքը որն է,
Կսե աղբի տղա, դու իքից բան չես հասկնա։ Հիմի ամեն մարդ չէ որ իքից հասկնա։ Իքը դա պատիվ է, լավ իմացեք։ Մենք դրանից ված չենք զգա, դուք էլ իք պետք է լինեիք։ Կարևորը չլինենք Աշոտի անունն եղնենք Աշխենուհի, դա չլինենք, իքը դա հարկանք է։ Հասկանալի է։ Աբանա չգիտեմ դրանց ատղա են, անուններն ինչ է դրանց, կանիք մարդկանց անուններ ո՞ն, անուններն չգիտեմ դրանց բան։ Մի խոսքով չեմ ուզում։ Այսինքն իքը դա է, ասեցի որ սովորեք։ Հետո մխի պատմությունը գիտես, եթե եդել պատմեմ, քանի որ Գյումրիում եք բան, մխի պատմությունն է պատմեմ։ Ուրեմն մի հատ երգիր է եղնում, մի հատ մխ սարկող եղնում, օրական շաբաթը 50 հատ մխ է սարկում, գալիս են թակավորից դե պետք է 500 հատ մխ սարկես, ասում է գիտեք, ես 50 հատից ավել չեմ կարող, սաղանդանիկս հավաքեմ բան Անջախ շապատվա մեջ 55 հատ սարքեմ, կսե չէ, եթե չէ շապատ մեդոք ու կանք տանին քեզի գլխադենք։ Վերջ էս մարդը կանչում է աղբերներին, հարազատներին, բոլորին սաղին կանչում է, ասում է թակավորը հրաման է տվել, պետք է 500 հատ սարքենք, բայց եկեք օգնենք։ Վերջը սարքում են 60 հատ։ 60 հատ ու առավոտ արդեն լույսը պետք է բացվի բան, սաղին մնաց բարով են անում, երեխեքը լաց են եղնում, որ հիմա ձիավորները կգան, այս մխ սարկողին կտանեն։ Մեկ էս ձիավորները որ գալիս են կսե հաջողություն ձեզի ձեր ցավը տանիմ, այս մխ սարկողը տանին կաղաղան անեն։ Մեկը այս թակավորի, տեսնում եք թակավորի բան, շքախումբն է, մտնում ենք ասեն մխ ենք ուզում։ Կսե հա պատրաստել ենք, բայց 5 հատ ավել ենք սարքի բան։ Չէ, կսե, ուրի մխ է մեզի պետք, կսե ինչ եղե։ Կսե թակավորը մերել է, թակավորի համար դագաղ պետք է սարքենք այդ մխերը։ Հիմա թող շատ չմտածեն։ Կարող է իրանցը շուտ կա, քան մերը, հասկանալի է։ Կյանք այդպես պատմություններ է կա։ Հանգիստ եղեք։ Փոս փորողը փոսը կգնի, այդպիսի բաներ է կա։ Վարչապետ դառնալու ձեր հավակնությունները նորից ուժին չեն դառնալու։ Ուրեմն վարչապետ դառնալու հավակնությունները ես ընդհանրապես պետական պաշտոնյա չեմ ուզում դառնալ։ Ես ավելի անկախ եմ սիրում ու ամեն ինչ։ Եթե Հայաստանը տեսնում եմ, որ թուրքացման են տանում, ես ոչ թե վարչապետ կդառնամ, ես վիկինգ կդառնամ, հասկանալի է։ Միայն դա է ինձ, որ տեղից շարժում է։ Թե չէ ինձ պաշտոն ես չեմ ուզում։ Ես այնքան աշխատել եմ հերիք է։ Ես արդեն 65 տարեկան եմ, ինձ ինչ պետք է որ ես կամ, բայց երբ որ տեսնում եմ, տանում են երկիրը թուրքացման, տանում են երկիրը վիլայետ սարքելու, ամեն ինչ կդառնամ հանուն Հայաստանի Հանրապետության։ Հասկանալի է, եւ պետականությունը պաշտպանելու։ Այսքան բան։ Շնորհակալ եմ։